Ես ընդունել եմ իշխանությունը, աղքատությունը եղել է 56%։ Ես հանձնել եմ իշխանությունը, աղքատությունը եղել է 25%։ Երկրի տնտեսությունը աճել է միջին 10.5% տարեկան։ Եթե տնտեսական աճը չի արտացոլում աղքատության նվազմանը, ինձ համար դա անհասկանալի տնտեսական աճ է, անիմաստ տնտեսական աճ է։ Սա նշանակում է, որ ինչ որ բարիք է ստեղծվում, բայց այդ բարիքը բաժանվում է շատ փոքր մարդկանց մեջ։ Ուրիշ բացատրություն չկա, կամ նկարած է այդ աճը։ Իսկ ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը։ Ասում աղքատությունը ձեր գլխներում է։ Իրականում ցիտում եմ 700,000 մարդ Հայաստանում աղքատ են։ Նիկոլ Փաշինյանը ասում է 700,000 մարդ ունեն գլխի հարց։ Դուք օքեյ եք սրա հետ։ Փաստա ես չեմ հորինում, չէ՞, եղած բաներ է։ Իմ համոզմունքով, եթե երկրի տնտեսությունը աճում է եւ դրա հետ աղքատության տոկոսը շեշտակի չի նվազում, ուրեմն գլխի խնդրեմ ունի այդ երկրի առաջնորդը։ Ուրիշ բացատրություն այստեղ ուղղակի դժվար է հորինել։